Նախկինում քիչ չեն եղել դեպքերը, երբ Ադրբեջանը միջազգային հեղինակավոր հարթակներում հակահայկական հայտարարություններ են չեսնելու եւ Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնելու համար տարբեր կառույցների պաշտոնյաներին ներքաշել է կոռուպցիոն գործարքների մեջ եւ մեծ գումարների միջոցով հակահայկական օրինագծեր անցկացրել։ Եվրոպական կառույցների որոշ պաշտոնյաների սերտգործակցությունը ադրբեջանական իշխանությունների հետ շատ դեպքերում բացահայտվել է եւ քրեական ընթացք ստացել։ Այդպիսի օրինակներից է Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերի նկատմամբ գերմանական իշխանությունների հետաքննությունն ու նրա ձերբակալումը։ Ֆիշերը, որը կալանավորվել է օրեր առաջ Բադզիկենգենի հիվանդանոցում, կասկածվում է Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնելու համար։ Պարզվել է, որ նա լինելով գերմանական քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ 2010-ից մինչև 2018 թվականները հանդիսանալով ԵԽԽՎ անդամ, օգտագործելով իր լիազորություններն ու կապերը 2011-ից 14 եւ 2015-ից 16 թվականներին համապատասխանաբար ստանալով 58,000 եւ 26,300 եվրո, այդ գումարների դիմաց Ադրբեջանի օգտին քվեարկություն եւ նպաստավոր հայտարարություններ է կատարել։ Ֆիշերն անձամբ չի ընդունում իրեն մեղսագրող մեղքն ու դատական նիստերի ընթացքում բազմիցս հերքել է այդ ամենը։ Ես անմեղ եմ եւ որևէ ֆինանսական կամ այլ օգուտ չեմ ստացել ադրբեջանամետ քվեարկության կամ որևէ այլ վարկագծի համար, ու միշտ ազատորեն եմ քվեարկել եւ երբեք չեմ վաճառել իմ ձայնը։ Նախկինում հայտարարել էր նա դատարանում, պնդելով, որ իր կամքով է այդ ամենը կատարել։ Հավելենք, որ ըստ Եվրասիա Դեյլիի Ֆիշերը միակ նախկին գերմանացի օրենսդիրը չէ, որը մեղադրվում է այս գործով։ Ըստ լրատվամիջոցի Բունդեսթագի քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի մյուս նախկին падգամավորը Էդուարդ Լինդները եւս մեղադրվում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանելու նպատակով կաշառք ստանալու համար։ Հետաքննիչները նրանց գործողությունները դիտարկել են որպես ադրբեջանական լվացքատուն անունով հայտնի ավելի լայն սխեմայի մի մաս, որի շրջանակում Ադրբեջանը մեղադրվում է եվրոպացի քաղաքական գործիչներին համակարգված կաշառելու համար։ ԵԽԽՎ падգամավորներն այդ գումարները ստացել են Բաքվի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ քննադատությունը մեղմելու, այդ երկրում մարդու իրավունքների խախտման առնչությամբ բանաձևերի ընդունումը խոչընդոտելու համար։ Էդուարդ Լինդները նույնպես չի ընդունել Գերմանիայի իրավապահների կողմից իրեն մեղսագրվող հանցանքը, հայտնելով, որ հայտնաբերված գումարները իր падգամավորական գործունեության հետ կապ չունեն։ Նշենք, որ ըստ նախագահող դատավորի Ֆիշերի ձերբակալման պատճառները նիստերից բացակայելն ու նախկին իշխանավորի կողմից անպատասխանատու վարքագիծ դրսևորելն են։